Բարև շանտի եթերում լրատվության ժամը 4 մայիսի 2 Եվ այսպես Հայաստանը հյուրընկալել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանին ժամանել 50 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ մոտ 500 մասնակցով։ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների, նախագահների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է գագաթնաժողովի բացման արարողությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի հյուրերը Հայաստանի ժամանել դեր երեկվանից։ Մինչ բուն գագաթնաժողովի մեկնարկը եվրոպացի առաջնորդները երկկողմ հանդիպումներ ունեցել նաև Հայաստանի վարչապետը հասցրեց զբոսնել ու անգամ վազել Երևանով։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 5 տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններ մոտ 500 մասնակից։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր մասնակցում է ոչ եվրոպական երկրի ղեկավար Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել. Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։ Մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Ֆրանսիայի նախագահը դեռ 3 երեկոյան Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով, լուսանկարվել եւ զրուցել քաղաքացիների հետ։ Իսկ օրը Էմանուել Մակրոնը Երևանում սկսել է վազքով։ Եվրոպացի առաջնորդները Հայաստան են ժամանել դեռևս 3։ Մեր երկրում են գտնվում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բելգիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի վարչապետները, Շվեյցարիայի, Մոլդովայի նախագահները, Եվրամիության քաղաքական ղեկավարությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների, նախագահների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից 3 երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք։ Պետությունների ղեկավարները նաեւ առանձին այցեր ու հանդիպումներ են ունեցել Երևանում։ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելել եւ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Հունաստանի նախագահը եւ Կանադայի վարչապետը։ Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Բելգիայի թագավորության վարչապետ Բարթ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանատան բացման արարողությանը։ Մինչ այդ էլ Հայաստանի եւ Բուլղարիայի ղեկավարները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Երևան ժամանելու ճանապարհին արտակարգ իրավիճակում է հայտնվել Իսպանիայի վարչապետը։ Պետրո Սանչեսի ինքնաթիռը արտակարգ վայրեջք է կատարել Անկարայում տեխնիկական խնդրի պատճառով, սակայն գագաթնաժողովին իսպանացի առաջնորդը չի ուշացել։ Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների առաջնորդներին։ Առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Մարինե Դվոյան, Հորիզոն։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը համագործակցությունը հիմնված ընդհանուր արժեքների փոխադարձ վստահության վրա։ Իդեպ այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեսակապով է միացել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Բաքվից ողջույններ հղելով Ալիևը նախի երախտիկ նայեցնել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային գագաթնաժողովին հրավիրելու համար, նշել, որ Կոշտայի Ադրբեջան այցի ընթացքում են քննարկել իր մասնակցությունը գագաթնաժողովին, ինքն էլ համաձայնել է միացել տեսաձայնային կապով։ Հարգելի ընկերներ, այժմ մենք Ադրբեջանի հետ ունենք խաղաղություն։ Արդեն 2 տարի է, որ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, եւ սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2020
2028 թվականին, երբ այնտեղ անցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովը։ Իմիջիայլոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի է ունենում նաեւ հիմա, պատմության մեջ առաջին անգամ։ Իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում, եւ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին, եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական է, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար եւս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող եւ բազմակի մարտահրավերներ են ծանրանում Ուկրաինայից մինչեւ Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների եւ խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար եւս։ Եվ մեզ մաղթում եմ հաջողություն ու հետևողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին, որը պարտադիր չէ, որ լինի Երևանում, եւ հույս ունենք, որ կլինի մոտ ապագայում։ Տիկնայք եւ պարոնայք, մեծարգո հյուրեր, հարգելի ընկերներ, այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված եւ մեզ մաղթում հարգասաբեր, բովանդակալից եւ ապագային միտված քննարկումներ։ Շնորհակալություն։ Այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնություն, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, որը պետք է տոնվի Եվրոպայում, որտեղ պատերազմները կարծես թե գերակայում են։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են, Եվրամիությունը պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ, ապահովելով այս պահի անդառնալիությունը, խաղաղության եւ հնարավորությունների բարգավաճման։ Կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների եւ ապատեղեկատվության դեմ։ Ողջույններս Բաքվից, նախ եւ առաջ կցանկանայի երախտիկս հայտնել նախագահ Կոշտային հրավերի համար հանդես գալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նախագահ Կոշտայի Ադրբեջան այցելության ընթացքում մենք քննարկեցինք մասնակցությունը գագաթնաժողովին եւ համաձայնեցինք, որ ես կմիանամ տեսաձայնային կապով։ Մենք արդեն ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Մեզ համար եւ մեր գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է։ Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո դա փոխկապակցվածությունն է, Թրամփի ուղին անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան եւ դառնալու է միջին միջանցքի մի մաս, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում Գյումրին պատմական իրադարձության է սպասում։ Պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղն այցելում է Գյումրի։ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ ներկա է գտնվելու երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա մեծ համերգին։ Ծաղիկներ են խոնարհելու 88-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելելու է Գյումրիի թիվ 10 ֆրանսիական դպրոց։ Քաղաքը ակտիվորեն եւ մեծ ոգևորությամբ պատրաստվում են թերևս տարվա խոշորագույն իրադարձությանը։ Ավարտին են մոտենում արդեն մեծ բեմի հավաքման կառուցման աշխատանքները, որտեղ հայ եւ ֆրանսիացի ամենահայտնի արտիստների մասնակցությամբ մեծ համերգ միջոցառում է տեղի ունենալու, նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանն ու մշակութային համագործակցության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ բարեկարգվել, թարմացվել եւ արդեն տոնականորեն զարդարվել են քաղաքի մյուս բոլոր կենտրոնական հատվածները։ Քաղաքը պատրաստվում է հյուրընկալել Էմանուել Մակրոնին։ Գյումրին նորից հայտնվել է կարևոր իրադարձության կենտրոնում, Հայաստանի տարբեր մարզերից, արտերկրից հազարավոր հյուրեր ունի քաղաքը։ Հանգստյան օրերը ընտանիքներով անցկացնում են Գյումրիում եւ սպասում երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով մեծամասշտաբ համերգ միջոցառմանը, որին ներկա են գտնվելու Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Բարեկամ եւ հայասեր Ֆրանսիան եւ ֆրանսիացիներին պատրաստ են մեծ ջերմությամբ ընդունել։ Ոգևորված են թե գյումրեցիները,
թե Գյումրի այցելած հյուրերը։ Սիրում եմ այդ ժողովրդին, որ իրանք էլ մեր հայերին։ Ցանկացած բարեկամություն էլ շատ հաճելի է, շատ ողջունելի է, որ Երևանից դուրս ինչ որ քաղաքներ փորձում են ավելի աշխուժացնել։ Ոգեշնչում այս նման միջոցառումները ավելի լավ է լինում ամեն ինչ, գիտեմ, մի տեսակ կյանք կա։ Քաղաքի մուտքից մինչև կենտրոնական հրապարակ ու հարակից փողոցներ ծածանվում են Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշները, իսկ շենքերի պատշգամբները զարդարված են ծաղկային փնջերով ու գունեղ կոմպոզիցիաներով, որոնք իրենց հերթին տոնական տրամադրություն են հաղորդել Գյումրիին։ Շատ հաճելի է, որ սենց կազմակերպում են սենց հետաքրքիր կոնցերտներ, թող կան, թող մենակ խաղաղություն եղնի, պատերազմ չեղնի, մեր ջայլներն ուրախանան, երկեն, պարեն, ես էլ ընկերուսս աղայի մի ադամ ֆրանկ նայենք։ Կառավարության միջոցներով ասֆալտապատվել բարեկարգվել են կենտրոնական հատվածները, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից փողոցները, Բագրատունյա ծողակը։ Պատմական իրադարձություն է սպասվում Գյումրիում, իսկ հյուրեր ընդունելու հարքն ու կարգը դրան համապատասխան է։ Գյումրեցիներս թասիբով ժողովուրդ ենք ու փորձում ենք բոլորեն մեր այբները, այսպես ասած, պահել, փորձել ուղղել, որովհետեւ մեր հյուրերը ամենալավը տեսնեն ու նաև այդ ամեն ինչը հետո մնալու է մեր գյումրեցիների համար։ Շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք այս կարճ ժամանակահատվածում մի քանի փողոցներ կարգավորել, նաև այն ինչ հնարավոր է անել, որ մենք Գյումրին ավելի ու ավելի լավը ցույց տանք աշխարհին, մենք դա արել ենք։ Երեկվանից երթևեկության սահմանափակումներ են գործում հրապարակին հարող փողոցներում, ամբողջությամբ կփակվեն հրապարակ տանող բոլոր մուտքերը։ Տվյալ փողոցներում երթևեկությունը կիրականացվի խստացված հսկողությամբ։ Վարորդներին նախապես տեղեկացրել են սահմանափակումների մասին։ Չէ, ինչու խանգարում, շատ հաճելի է թող լինի։ Ու ավելի հաճախակի թող լինի։ Ես գտնում եմ հնարավոր է որ դիմանալ ամեն ինչին։ Ներողություն ենք խնդրում են անհարմարությունների համար, բայց հասկանալի պատճառներով այդ պիտի լինի ու այդքան շատ անհարմարություն չի լինի ամեն դեպքում գյումրեցիների համար, կենտրոնն է լինելու փակ, հասկանալի ինչ հյուրեր են գալիս, մենք որպես այդպեսի շատ փորձում ենք մեր գյումրեցիներին չնեղել, իսկ կենտրոնական հրապարակը քաղաքացիների համար բաց է, բոլորը կարող են գալ, մասնակցել։ Պատմական համարվող այս իրադարձությունը կլրացնի պետական հասարակական ազդեցիկ գործիչների Գյումրի այցելությունների շարքը։ Առաջին անգամ 1990 թվականի հունիսի 10-ին Հայաստան այցելեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրեթ Թետչերը։ Երկաթելեդին մասնակցեց Լենինականի թիվ 20 անգլիական դպրոցի բացմանը, որը բրիտանական կառավարության նվերն էր քաղաքին։ 2001 թվականի սեպտեմբերի 22-ին Գյումրիում իր արձանի բացմանը մասնակցեց աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը, ում ստեղծած Ազնավուր հիմնադրամը շարունակում է մեծ հայի գործը։ Քաղաքի համար պատմական օր էր 2016 թվականի հունիսի 25-ը, երբ Գյումրի այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց հրապարակում։ Ֆրանսիայի եւ Հայաստանի ղեկավարները կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված մեծ համերգին, հարգանքի տուր կմատուցեն երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նախատեսվում է շրջայց քաղաքի կենտրոնում այցելություն թիվ 10 ֆրանսիական դպրոց, որը Ֆրանսիայի կառավարության եւ ֆրանսիացիների նվիրատվությունների շնորհիվ կառուցվեց 1997 թվականին դպրոցի ավերակների տեղում։ Հասմիկ Թմասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 արտահերթ նիստում իրականացրել է հունիսի 7-ի ազգային ժողովի հերթական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի գրանցումը։ Նիստի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ՏՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի եւ Ալյանս կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի որպես падգամավորի տեխնացու գրանցումը։ Վերջին 4 տարում Հայաստանի քաղաքացիություն ու բնակություն հաստատող փաստաթուղթ չներկայացնելու պատճառով գրանցված 19 քաղաքական ուժերի, կուսակցությունների ու դաշինքների լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ արված վիճակահանությամբ որոշվել են մասնակից քաղաքական ուժերի հերթական համարները։ Հայաստան կուսակցությունների դաշինքը 17 բոլորին դեմ են ժողովրդական կուսակցության լիազորների դաշինքը։ Քրիստոնյա ժողովրդական կուսակցություն համեցեք 12 ռեֆորմիստների կուսակցություն 1 նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 5 Բարգավաճ Հայաստան կուսակցություն 7
Alliance առաջադիմական ցենտրիստական կուսակցություն 13 13 Դեմոկրատիա օրենք կարգավարություն կուսակցություն 15 Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 14 Հաջորդը հանրապետություն կուսակցություն 11 Հաջորդը լուսավոր Հայաստան կուսակցություն 19 Անուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշին կուսակցություն 18 Միասնության թևեր կուսակցություն Եթե առանց կետ 6 Հայաստանի շնորհապետական կուսակցություն 4 Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն 9 Ազգային ժողովրդավարական բևեռ կամրջական կուսակցություն 8 Քաղաքացիական պայմանագրի կուսակցություն 16 Հաջորդը ուժեղ Հայաստան դաշին կուսակցություն 3 Հաջորդը վերջինը հայ ազգային կոնգրես կուսակցություն 10 Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից ստացել են խաղաղության շուրջ իրենց առաջարկի արձագանքը։ Հիշեցնենք, որ Թեհրանն ավելի վաղ պակիստանցի միջնորդների միջոցով 14 կետանոց նոր առաջարկ էր փոխանցել Ամերիկային։ Նախագահ Թրամփը հայտարարել էր, որ չի պատկերացնում, որ Իրանի նոր առաջարկը ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռևս բավարար մեծ գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել է մարդկությանը եւ աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ չի բացառել Իրանին ապագայում հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Իրանական լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել են, որ Թեհրանի առաջարկը ներառում է ԱՄՆ զորքերի դուրսբերումը Իրանին հարակից տարածքներից, շրջափակման վերացումը, իրանական ակտիվների սառեցումը, փոխհատուցման վճարումը, պատժամիջոցների վերացումը եւ բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցի վերահսկողության նոր մեխանիզմի ստեղծումը։ Reuters գործակալության աղբյուրի փոխանցմամբ Թեհրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը պայմանով, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները երաշխավորեն հետագա հարվածների բացակայությունը։ Այդ դեպքում Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, իսկ Միացյալ Նահանգները կվերացնի իր շրջափակումը։ Այնուհետև բանակցություններ կվարվեն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու շուրջ պատժամիջոցների մեղմացման դիմաց, ընդ որում Իրանը կպահանջի, որ Վաշինգտոնը ճանաչի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե համաձայնվի դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ Իրանի առաջարկի վերաբերյալ ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցում այսպես է արտահայտվել. Շուտով կվերադառնամ Իրանի կողմից մեզ ուղարկված ծրագրին, բայց չեմ կարող պատկերացնել, որ այն ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռևս բավականաչափ բարձր գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը եւ ամբողջ աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է Իրանում ռազմական գործողությունները վերսկսելուն, ԱՄՆ կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում Թրամփը նշել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու համար իրեն անհրաժեշտ չէ պահպանել օրենքը կամ ստանալ կոնգրեսի հաստատումը։ Նա դա բացատրել է նրանով, որ մարտ ամսին Թեհրանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը կանգնեցրել է նման ցանկացած պարտավորության կատարման ժամանակը։ Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա Մոհամմադ Ջաֆար Ասադին հայտարարել էր, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հակամարտության վերսկսումը հավանական է։ Փաստերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հավատարիմ չէ որևէ խոստման կամ համաձայնագրի։ Նրա խոսքերը մեջբերել է ֆարս լրատվական գործակալությունը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին Թեհրանում գտնվող դիվանագետներին ասել է, որ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է, որը պետք է ընտրի դիվանագիտության ուղին կամ շարունակի իր բախման մոտեցումը։ Նա ասել է, որ Իրանը պատրաստ է երկու տարբերակներ լինել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական ջանքերը, եթե ամերիկացիները փոխեն իրենց մոտեցումը եւ հրաժարվեն չափազանցված պահանջներից, սպառնալիքից, հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից։ Իսլամական Հանրապետության զինված ուժերը մնում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում, հայտարարել է Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր առավոտից սկսած մերձավոր արևելքի ժամանակով Վաշինգտոնը կսկսի ուղեկցել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը եւ անվտանգ կերպով կհեռացնի դրանք այդ սահմանափակված ջրերից, որպեսզի նրանք կարողանան ազատորեն եւ արդյունավետորեն շարունակել իրենց գործողությունները։ Գործողությունը կկոչվի Ազատության նախագիծ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Ազատություն նախագիծը կներառի 15,000 զինվորական կառավարվող հրթիռային ականակիրներ եւ ավելի քան 100 ինքնաթիռ։ Աշխարհի տարբեր երկրներից խնդրել են Միացյալ Նահանգներին օգնել ազատել նրանց նավերը, որոնք փակված են Հորմուզի նեղուցում։ Իրանի մերձավոր արևելքի եւ Միացյալ Նահանգների բարօրության համար մենք ասել ենք այս երկրներին, որ մենք անվտանգ կերպով կուղեկցենք նրանց նավերը այս սահմանափակ ջրային ուղիներից դուրս, որպեսզի նրանք կարողանան ազատորեն եւ հեշտությամբ զբաղվել իրենց գործերով։ Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց իրանցի բարձրաստիճան պաշտոնյան սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցին միջամտելու ցանկացած փորձ կդիտարկի որպես հրադադարի խախտում։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդը Պարսից ծոցի ազգային օրվա արդիվ հղած գրավոր ուղերձում պնդել էր, թե ծոցի եւ Հորմուզի նեղուցի համար նոր էջ է բացվում, որում ԱՄՆ-ն տեղ չունի։ Մոջթաբա Խամենեի հայտարարությունն ընթերցվել էր հեռուստատեսությամբ հրապարակվել սոցցանցերում։ Ալլա Ղալաչյան, Օրիզոն։ 2023 թվականից պարտադիր մասնագիտական հավաստագրում են անցնում առողջապահության ոլորտի մասնագետները։ Բարդ ու ժամանակատար գործընթացը հեշտ է հաղթահարել Global Med ընկերության հետ, որը Գյումրիում Շիրակացի 58 հասցեում բացել է իր գրասենյակը։ Global Med-ում Շիրակի մարզի բուժաշխատողների համար այսուհետ տեղում կկազմակերպվեն հավաստագրման դասընթացները։ Global Med ընկերությունը բուժաշխատողների վերապատրաստման ժամանակակից կենտրոն է, որտեղ կազմակերպվում են գիտագործնական դասընթացներ, սեմինարներ եւ սերտիֆիկացված ծրագրեր։ Այս ամենն օգնում է առողջապահության ոլորտի մասնագետներին անցնել պարտադիր հավաստագրում եւ ստանալ շարունակական զարգացման հնարավորություն։ Մենք ոչ միայն մատուցում ենք դասընթացներ, այլ ամբողջական ծառայություն, որովհետև ծառայությունը ներառում է ինչպես դասընթացների ընտրություն, բուժաշխատողների ռեգիստրի գրանցում, այնպես էլ վկայականների հավաքագրում եւ մեր մատուցած ծառայությունների եւ հարակից դասընթացներից հավաքած ծառայություններից եւ համատեղել մեկտեղ էլեկտրոնային հարթակում ու տալ հավաստագրման հայտ կամ թեստավորման հայտ համապատասխան բուժաշխատողի աշխատանքային փորձի եւ փաստաթուղթը ստանալուց հետո շնորհել բուժաշխատողին եւ թեթևացնել փաստաթղթավորման ամբողջ բեռը։ Բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքով 5 տարին մեկ բուժաշխատողները պետք է ստանան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։ Այն բուժաշխատողների մասնագիտական կարողությունների, ունակությունների եւ հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է, որը Global Med-ի օգնությամբ բուժաշխատողների համար դառնում է հեշտ։ Միջին ասնակազմի համար բավականին լավ դասընթացներ են, որպեսզի կարողանաք եւ ժամանակակից հմտություններին տիրապետեք եւ կարողանաք ժամանակակից գիտելիքներ նաեւ ձեռք բերեք։ Գիտեք, որ ժամանակի հետ նաեւ փոխվում են մեթոդները, փոխվում են վերաբերմունքը։ Պարտադիր հավաստագրման գործընթացում դժվարությունները քիչ չեն, որոնք հաղթահարելը հատկապես աշխատանքային ծանրաբեռնվածության հետ մարզի բուժաշխատողների համար երբեմն ժամանակատար է, ծախսատար Երևանում մասնակցելու առումով։ Global Med ընկերությունն այժմ Գյումրիում է կազմակերպում եւ հավաստագրման ճանապարհի առաջին օգնական ծառայությունն է։ Մենք ստեղծել ենք հնարավորություն, մենք մոտենանք բուժաշխատողներին եւ առիթ ստեղծենք Երևան գալու հավաստագրման ամբողջ գործընթացը, տարբեր դասընթացներ, ինչպես on-line, այնպես էլ արկաձևաչափերում, հենց Շիրակի մարզում սպասարկվելու համար։ Ունենք Գյումրիից բավականին մեծ քանակությամբ բուժաշխատողներ, որ հավաստագրվել են եւ պատրաստվում են մեզ մոտ դասընթացների միանալ, համագործակցում ենք բուժ հաստատությունների հետ, կատարում ենք հենց մինչեւ գրասենյակի բացելը հենց իրենց մոտ տեղում էինք կատարում գործնական դասընթացները։ Հավաստագրման գործընթացն արդյունավետ ու արագ կազմակերպելու համար Շիրակի մարզի տարբեր բուժհաստատություններից ավելի քան 100 բուժաշխատող է ամեն ամիս դիմում Global Med-ին։ Առկա դասընթացներին զուգահեռ անցկացվող on-line սեմինարները մասնագիտական նոր գիտելիքներ են փոխանցում ավագ եւ միջին օղակի բուժաշխատողներին։ Բժշկության ժամանակակից մեթոդների վերաբերյալ նոր հմտությունները փոխանցում ու վերապատրաստումներն անցկացնում են ոլորտի առաջատար մասնագետները։
Շատ հարցեր կան, որ բուժաշխատողները իրենք տեղյակ չեն եւ մենք փորձում ենք ուղղորդել մաքսիմալ ճիշտ ձևով կազմակերպել ամեն ինչ, որպեսզի ավելորդ դասընթացների մասնակցություն չլինի, ճիշտ դասընթացներ ենք ընտրում, ճիշտ քանակությամբ կրեդիտներ ենք ապահովում, ուղղորդում ենք ամբողջ փաստաթղթավորման գործընթացին, ինչի համար կարիք չի լինում գնալ Երևան կամ ինչ-որ դիմել ուրիշ բուժհաստատություններ։ Ուղղակի պետք է մի քիչ տեղեկացված լինել, որ ինչա ձեզ անհրաժեշտ, որ երբ որ աշխատագիծը ձեզ հետ աշխատում է, դուք իմանաք, որ այո, սա այսպես է, ուրեմն պետք է։ Օրինակ, օրենքը եղավ սեպտեմբերի 1-ին մասնագիտական էթիկայի դասընթացի մասով։ Երբ որ Անժելան ձեզ ինֆորմացիան տալիս է, դուք չզարմանաք, ասեք, դա ինչ նորություն է, ինչ պարտադիր է։ Այո, պարտադիր է, եւ ձեր 140 կամ 220 կրեդիտից 10 եւ ավել միավորը պարտադիր պետք է լինի մասնագիտական էթիկան։ Global Med-ի համագործակցությունը նաև ուսումնական հաստատությունների հետ է, որտեղ ապագա բուժաշխատողների կարողությունների զարգացումն է ապահովում։ Մասնակցում ենք իրենց դասընթացներին, մեր ուսանողները հնարավորություն են ունենում շատ հարցերում համագործակցել այդ կազմակերպության հետ, Farm Training եւ Global Med կազմակերպության հետ, հետագա իրենց աշխատաշուկա դուրս գալու համար։ Դուք բուժեք, իսկ մենք կզբաղվենք ձեր փաստաթղթերով ու հավաստագրմամբ։ Global Med-ի կարգախոսն է սա։ Բուժաշխատողներին օգնել հավաստագրման գործընթացն արագ կազմակերպելու հարցում Global Med-ի կարևոր առաքելություններից է։ Այստեղ դասընթացները կրեդիտավորված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի համար իրադարձությունների զարգացմանը շարունակեք հետևել Հորիզոնի միջոցով։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։